Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, մի մեդալի պատմությունն է ABC հեռուստաընկերության եթերում։ 10 տարի առաջ, երբ ստեղծվեց այս հաղորդաշարը, իմ նպատակն էր ներկայացնել հանրապետության եւ ընդհանրապես աշխարհում ապրող, աշխատող, ստեղծագործող բոլոր այն հայերին, ովքեր փառք ու պատիվ են բերում մեր երկրին։ Լինեն դրանք մարզիկներ, դերասաններ, մշակույթի գործիչներ, քաղաքական, նաև առողջապահություն։ Մի խոսքով, այն հայը, ով արժանանում է պարգևի, նաև դառնում է իմ հաղորդաշարի հյուրը։ Այս տարի լրանում է հաղորդաշարի 10-ամյակը եւ ես, երբ որ ակամա այսպես հետ հայացք եմ անում, տեսնում եմ, որ մոտարապես 450-ից ավելի մարդկանց ճակատագրեր եմ ներկայացրել հեռուստադիտողներին։ Դա պատմություն է անցած մի ճանապարհ, ովքեր իրենց հաղթանակներով փառք ու պատիվ են բերել Հայաստան աշխարհին։ Ընդհանրապես ներկայացրել են մեր երկիրը, բարձրացրել մեր եռագույնը։ Հաղորդաշարի ստեղծման ընդամենը 2 ամիս հետո շատ պատահական ես Երևանում հանդիպեցի պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBC վարկածով առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վանես Մարտիրոսյանին, մարզիկ, ով իր կարիերայի ընթացքում սիրողական բռնցքամարտում Միացյալ Նահանգների հավաքականի կազմում հանդես եկավ Աթենքի օլիմպիական խաղերին 2004 թվականին, ընդամենը 18 տարեկան, որից հետո նա անցավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի Ֆրեդի Ռոչ հանրահայտ այդ մարզիչի մոտ սկսեց իր մարզումները եւ պրոֆեսիոնալ ռինգում նա դարձավ WBC-ի աշխարհի չեմպիոն, 36 մենամարտ, 34 հաղթանակ, 21 նոկաուտով, ընդամենը 1 պարտություն եւ 1 ոչ ոքի, այսպեսի փառահեղ մարզական ճանապարհ անցավ Վանես Մարտիրոսյանը, ում փաստորեն մասին ես որոշել էի նաև այս անգամ Միացյալ Նահանգներում հանդիպել եւ հաղորդում պատրաստեի, սակայն շատ ցավում եմ, որ ինձ դա չհաջողվեց, մեր տաղանդավոր մարզիկը կյանքից շատ շուտ հեռացավ։ 2025 թվականի նոյեմբերի 23-ին Վանես Մարտիրոսյանը կնքեց իր մահկանացուն եւ այսօր մենք արդեն անցյալով ենք խոսում տաղանդավոր այդ մարդու անցած ճանապարհի ձեռքբերումների մասին։ Հիմա պարզապես ես իմ պարտքն եմ համարում մեկ անգամ եւս մեր հեռուստադիտողներին հիշեցնել ու ներկայացնել Վանես Մարտիրոսյանի հետ մեր հաղորդումը 2016 թվականին նկարահանած եւ այդ հաղորդումը հենց նվիրում եմ Վանես Մարտիրոսյանի հիշատակին։ Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, հայկական երկրորդի եթերում մի մեդալի պատմություն հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այս կադրերը, որ դիտեցիք, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանի անցած մարզական ուղու մասին պատմող հետաքրքիր դրվագներն էին։ Վանեսը երիտասարդ տարիներին եղել է սիրողական բռնցքամարտում, հասցրել մասնակցել օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնության մասնակից եղել, պարզապես մի կարևոր թիվ ներկայացնեմ, 120 հաղթանակ, 10 պարտություն, որից 82-ը ավարտել են նոկաուտով։ Մենք որոշել ենք Վանես Մարտիրոսյանի մասին հաղորդումը պատրաստել Միացյալ Նահանգներում, որտեղ նա ապրում է, մարզվում է, սակայն ինչպես ասում են, Վանեսը իր ոտքով եկավ Հայաստան, երկարատև ընդմիջումից հետո, գրեթե 30 անց տարի Վանեսը Հայաստանում չէր եղել, եկավ Հայաստան եւ այսօր մենք այդ առիթը օգտագործել ենք եւ Վանեսին հրավիրել ենք մեզ մոտ, տաղավար հայկական երկրորդ հեռուստաալիք, որպեսզի մի փոքր ավելի հետաքրքիր տեղեկատվություն տանք մեր հայ հեռուստադիտողին, հայ մարզասերին, որտեղ
Դրսում Միացյալ Նահանգներում Վանեսին շատ լավ ճանաչում են, շատ լավ գիտեն, Հայաստանում կարծես թե դեռ առիթը չեն ունեցել շփվելու, խոսելու։ Մի քանի անգամ մենամարտերը ես ինքս անձամբ մեկ անգամ առիթ եմ ունեցել մեկնաբանել քո մենամարտը։ Այնուամենայնիվ Վանես ջան, բարով ես եկել Հայաստան։ Ինչքան ժամանակ դու Երևանում չէիր, Հայաստանում չէիր։ Բարև ձեզ, բարև ժողովուրդ, բարև Վարդան ջան։ 28 տարի է որ Հայաստան չեմ եղել, 5 տարեկանից գնացել եմ։ Հետ եկել, ուզում էինք աշխարհի չեմպիոն դառնալ, որ սաղ գոտիները վեկալ էի գայի, բայց չէր ստացվում։ Եկանք երեխեքին կնքեինք, շատ լավ է։ Ընտանիքով ես եկել։ Ընտանիքով եկանք այո։ Իսկ մինչ այդ չգալու պատճառը երևի մտածում էր անպայման չեմպիոնական գոտի գոտիները վեկալ էին ճոխով սենց ծենանելով գայինք սենց ուրախացնենք ժողովրդին չէր ստացվում որտեղ մենամարտները դժվար մենամարտներ էին դնում չէր ստացվում էլի ոնց ասեմ չէր ստացվում որ գայինք բայց հիմա ոնց որ որոշեցի որ արդեն պետք է կամստե որ նոր չեմպիոն գիտես ինչն է ինձ հետաքրքրում եւ ուրախացնում շատ երբ որ քո մենամարտերը ամեն անգամ դիտել եմ միշտ մտնում ես Եռագույնով, միշտ մտնում ես Արա Գևորգյանի Արցախով։ Էդի ոնց ասեմ, էդի միշտ իմ հետ աղը հայը միշտ ցույց որ հայությունս միշտ ցույց տվել Ամերիկայել, միշտ հայկական դրոշով ենք մտնում բրան։ Ու միշտ ներկայացնում են Հայաստան, Արմեն Աբովյան, չէ՞։ Այո։ Ես կուզենամ հեռուստադիտողին Էսպային Վանես ցուցադրես քո աջ ձեռքի դաջվածքը։ Մեր հայկական զինանշանն է, չէ՞։ Այո։ Երբ ես արել սա։ Էսի որ պրոֆեսիոնալ մտամ, պրոֆեսիոնալ մտնելուց հետո մի տարի հետո արամ, որ ինչ հայ ասում էին, որ ամերիկական որ Ամերիկայի օլիմպիադան եմ գնացել, այդ ամերիկական դրոշն էին ուզում բանեն, բայց ես գերբը մի տարի հետո դրեցի, որ սա ինչ էլ ուզում են անեն, որ միշտ տենան որ հայ եմ։ Այսինքն մենամարտի ժամանակ էլ միշտ երևում TV-ին որ ցույց տալի միշտ ցույց տա գերբը։ Վանես ջան, ինչպես ընտրեցիր բռնցքամարտը, ով եղավ պատճառը, ով եղավ քո առաջին մարզիչը։ Մի փոքր քո մասին պատմիր։ Պապաս ինքը բռնցքամարտի մարզվել է։ Առաջի իր սիրած բոքսերից մեկը Դավիթ Հորոսյանն էր։ Ես որ Ամերիկա էինք, որ իմացավ Դավիթ Հորոսյանը եկել էր Ամերիկա դալիճ էր բացել, այդտեղ սկսեցինք 4 տարեկան, 7 տարեկանից Դավիթ Հորոսյանի հետ եմ սկսել, որ հիմա զբոսնում քոչն է ինքն էլ, շատ լավ մարզիչ։ 3 տարի պարապամ Դավիթ Հորոսյանի հետ ու այդտենց սկսավ բոքսը։ Հիշում ես քո առաջի ռինգը, երբ առաջին անգամ քեզ վստահեցին, որ դու պիտի մենամարտ անես։ 10 տարեկան էի, հիշում եմ, որ գնացինք Փասադինա, Ամերիկայում Փասադինա գնացինք, որ առաջից մենամարտը կպնեի եւ 75 փանդ էի, 35 կիլո, դες մի բան, մարդ չկա, որ այդպես կպնես, սկսեցի լացել, որտեղ մարդ չկար կպնելու, պապաս ման եկավ, մի հատ տղու ճարեց, որ մի տարի, 2 տարի մեծ էր ինձանից, մեր 6-7 փանդ էլ ավել էր, եկան կպանք և հաղթեցին ու այդտենց սկսավ բոքսիս քարիերը։ Սկզբից շատ դժվար էր, Վանես որ մտնում էր ռինգ, մեջքս բռնվում էր, արդեն չէի կարում շարժվել, չէի կարում քաշել, բայց հետո այն ամատոր ժամանակներ կինս ապարատ առավ, ասավ դու մի նայ, մենակ նկարի, հետո արի տուրը նայ։ Ու այդ ձևով շատ օգնեց, շատ փրկվեցի այդ տանջանքից։ Հետո արդեն Ամերիկայի առաջնության մասնակցել, պատանիներից, արդեն օլիմպիական թիմի անդամ դարձար, պատանեկան թիմի անդամ, չէ։ Երրորդ արդեն առաջից մենամարտը որ հաղթեցի սիրոական բոքսից, երրորդ արդեն երրորդ կռիվես արդեն ֆինալ մտամ Junior Olympic էլի փուճուր ոնց որ տարիքավոր փուճուրների օլիմպիադաներ մտա եւ արծաթ մեդալը վեկալան։ Ու տեն շարունակելով գնացինք առաջ մինչեւ օլիմպիադա։ Փաստորեն դա քո առաջին մեծ մրցանակները մեդալը որ ստացել ես բռնցքամարտում։ Երրորդ սիրոական բոքսից մենամարտն էլ է եւ արծաթ մեդալ չեմպիոնշիփում հաղթեցի։ Երևի ամենաթանկարժեք մեդալն է, չէ՞ քո կյանքում այդ մեդալը, որ ստացար, ուրախությամբ եք արտում, ում վզին կախեցիր այդ մեդալը, մայրիկի, հայրիկի։ Միշտ որ հաղթում եմ պապայիս, որտեվ պապայիս աշտարն եմ, սո ինչ որ հաղթում եմ, իրար հետ ենք հաղթում, իրար հետ ենք եղել բուժու ժամանակվանից մինչև հիմա էլ առավոտներ իրար հետ ենք, պարապմունքները, ով որ ինձ գիտի, պապայիս գիտի, ինչ որ ես արել եմ, պապաս արել է։ Սո ամեն ինչը պապայից է։ Մի անգամ Սան Դիեգո կպնում էինք Սան Դիեգոում շատ լավ չեմպիոն կար իր քաշին, որը որ հույս էին դրել, որ օլիմպիկ պետք է իթա։
ինքն էլ դե փոքր էր 16 օր որ լրվում արդեն ինքը կարող է մինչև 20-30-40 տարեկանների հետ կպնի հետո ինքը շատ էլ բասկետբոլ էր սիրում խաղը որ գնաց կշռվեց ու գնաց այնտեղ խառնվեց մեքսիկների սևերից սկսեց բասկետբոլ խաղալ հետո հետ եկավ որ կշռքից հետո հեսա պապա ում հետ եմ կպնում այդ մի հատ տղա էր կանգնած ասի սրա հետ ես կպնում վազավ գնաց նորից բասկետբոլ խաղալու հետո որ մտավ ռինգ արդեն ինքը պետք է կպներ արդեն առաջ ինքը մտավ հետո նրան եկա խումբով օլիմպիկ գոռալով բերին այս օրը տեսավ Վանեսը ուրիշ մարդկանց մեծ ջանդակով տղայա տարիքով էլ մեծ այդ տարանից ասա պապ սի գախտես իրան ասա հա ասի հա ու լավ էլ հաղթես նրան Come on. Վանեսը ինչպես նշեց ընտանիքով է այստեղ իր երեխաների տղայի աղջկա այդ երկարատև ընդմիջումից հետո 28 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում է եւ փաստորեն մկրտել է երեխաներին որտեղ մկրտությունը կատարվեց Գառնի Գեղար մասին կնքեցին կտե Դու լսել էիր Հայաստանի մասին միշտ առիթը չէր ունեցել տեսնելու ու դու եկար այն ժամանակ երբ Հայաստանը միանգամից փոխվեց Այսինքն փոխված Հայաստան, նոր Հայաստան դու եկար, ինչպես դիմավորեց հայրենիքը քեզ։ Շատ լավ է, ժողովուրդ լավ են, տենում եմ որ շատ ուրախ են, ժողովուրդերս ինչ ժպիտ կա, դա ուրախացնում է որ տենում է ժողովուրդ ուրախ են ու Հայաստանը ամեն օր իմ համար ոնց է երազ լինի ու շատ լավ է որ տեսնում եմ որ փողոցը քայլում եմ, սա հայերեն են խոսում ու սա պետք է սաղ բարվես տալիս են ոնց որ ընտանիք ենք սաղս։ Երևանում ճանաչեցին քեզ առիթ եղավ փողոցում տեսնեն ասեն վայ Վանես Մարտիրոսյանը լուսանկարվեն Հա ամեն օր որ քայլում եմ մի հոգի կոնե գալիս է լկարվում է հետս կամ ճանաչում են ռեստորաններում մեկ-մեկ տեսնում են ով որ ճանաչում է գալիս է եւ սիրողական նվարում են այդ նրան Ուտելիքին հավանեցիր Հա շատ համովաստ ամենալավ ուտելիքը ստա Վանես տես սիրողական բռնցքամարտում քո հաջողությունները ակնառու են միանշանակ արդյունքներ բավականին բարձր եւ 17 տարեկանում դու փաստորեն օլիմպիական թիմի կազմում էր այն հավաքականում որտեղ պրոֆեսիոնալ բռնցքամարտում ճանաչված մարզիկներ կային Անդրեյ Դիրել, Անդրեյ Վորդ նրանց հետ միասին դու Աթենքում մասնակցել ես օլիմպիական խաղերի այ ինչպես էր քեզ զգում երբ որ դու արդեն օլիմպիական էիր Ամերիկայի հավաքականի Շատ լավ, բայց իրանց որ թիմը ես որ մտա թիմի մեջ ոչ մեկ չէր սպասում որ ես մտնեի 17 տարեկան նրանք արդեն բոքսերներ կա որոնք արդեն համար մեկն էին մեկը Անդրե Բրթոնն էր Թիմոթի Բրադլին էլ կար տղերքին պետք է հաղթեի որ նոր թիմը մտնեի որ թիմը մտամ իրանք էլ էին զարմացած ինձ իմ անունս դրել էին Վատերաս այդ որ մանկամից չէի իմանում որ դուց եկամ ու մանկամից թիմը մտամ Անդրե Դրելը լավ տղա եւ Անդրե Վորդի հետ էի նույն սենակում ենք մեկ մնացել օլիմպիադայում էլ իրար հետ ենք եղել շատ ժամանակ so love experience էր իմ համար Անկամ կարող եմ ասեմ օլիմպիկ 35 արդեն qualifier արի կարող էր այդ օլիմպիկ ձեռնել վնասվածք էր ստացել ամբողջ քշեր չքնեց առավոտից գնացի բժիշկին ասի Վանեսից թևը ցաումա ինք արդեն qualify այլ կարիք չունա կարող է վնասվածք ստանա էլ ընդհանուր չկարողանա օլիմպիկ կպնի Առավոտ Վանես վելավ կատաղես, պապա, այս ինչ արիր ինձ, ասավ կպնում եմ, ու տենց էլ կպավ Անդրե Բրթոյի հետ, շատ ծանր մենամարտ, Անդրե Բրթոն հիմա աշխարհի չեմպիոն է, ու հաղթեց, ու առաջի տեղով գնաց օլիմպիկ։ Իսկ օլիմպիական խաղերում ինչպիսի արդյունք գրանցվեց։
Օլիմպիական որ թիմի մեջ էի Թուրքիայի հետ եմ Թուրքիային եմ հաղթել, Ալժիրիային եմ հաղթել, Գերմանիա, Կորեա, դրանք սա Օլիմպիադայից առաջ սաղս իրար հետ սիրողական տես մրցում ենք գցում, որ կպնում ենք հետները, դրանց սաղին կրեցի չեմպիոն դառա հետա, բայց օլիմպիադա որ եթում ես մի քիչ փոխվում է, ջաջերը փոխվում է, բանը մի քիչ ոնց ասեմ, pointer-ով է, դա իսկ ոնց եղավ անցումը հեշտ էր սիրողականից պրոֆեսիոնալ անցնելը եւ ինչ տարիքում դու փորձեցիր արդեն իմ ստայլով հալ հեշտ է, բայց շատ մարդկա որ չի կարողանում սիրողականից պրոֆեսիոնալ մտնի, բայց իմ ստայլը որ կար պրոֆեսիոնալի մեջ լավ էր։ Ես ուզում եմ որ միշտ փուչու զերացող խփեի տնա ինչ կլինի եւ շատ եմ սիրում պրոֆեսիոնալ։ Փորձել ես քանի կիլոգրամ է ուժի թարված է։ Օլիմպիական թիմի ժամանակ որ փորձեցին ամենուժեղը ես էի խփում, Անդրե Դրելից ու Wordից էլ, մեկ էլ Ծանր Քաշրից էլ լավ էի խփում, իրանց էլ լավ էի խփում։ Առաջին դեբյուտը պրոֆեսիոնալում երբ էր, ում հետ էր։ Առաջի Եվ կար արդյոք լարվածություն, հուզվածություն։ Օ, հա, շատ, որտեվ կարծում եմ որ խփեմ չի հելնի, որտեվ սիրողականում որ 82 հատ նագալ թեմարը ու խփում էի չէր հելնում, ասի պրոֆեսիոնալ հիմա որ вообще որ գլխակ չկա խփենք վարի կետա եւ լավ էքսպերիենս է որտեվ մի հատ տղու հետ էին դրել որ 12 հատ մենամարտ ուներ արդեն ինքը պրոֆեսիոնալ իմ առաջինս էր անունը հիշում եմ Ջեսի Օրտայր անունը ու Arizona-ում կպանք Arizona-ի դուսը կպանք շատ շոկ էր առաջին ռաունդում երրորդ ռաունդում գցեցին հետո հիշում եմ երրորդ ռաունդում մի հատ խփամ ընկավ հելա որ գնացի վերջում մի հատ ինքինձի լավ բռնեցրեց դա արդեն հասկացա որ նոր պրոֆեսիոնալ եմ մտել բայց չնգա մենակ հարվածը լավ կերա ու իրան նորից գցեցի մտել հաղթեցի այդ ֆայթը ու նոր դա պրոֆեսիոնալ Այսպեսի պատմություն էլ կա դու 34 մենամարտ անցկացրել ես 35-րդի ժամանակ առաջին նոկդաուն ես եղել եւ առաջին անգամ դու փաստորեն ռինգի հատակը շոշափել ես բայց հետո դու կարողացել ես նոկաուտի ենթարկել ու դա այդ պատմությունը եղել է ապրիլի 24-ին 2007 թվական ում հետ էր մենամարտում Դա մի հատ մեքսիկ տղա էր Չավեզի կեմպից էր էտի իմ նման տղերքին մեր կոկու խփել էր հետո բերեցին ասեցին իմ հետ կպնեն տնան ով առաջ է հալու ով հետ է ցումել է որ մի քայլ առաջ հիշում եմ երկրորդ ռաունդում մի հատ լավ ինձ բռնեցրեց ընկան հելամ ինձ նոր ռաունդում իրան վերջացրան ինձ երկրորդ ռաունդում էլ հելամ իրան նոկաուտ հարամ էտի մամա լավ երազ էր որ ընկա ու դու հասկացար ինչ բանա նոկաուտ լինելը չէ որ բոքսը լուրջ բանա չէ պրոֆեսիոնալը շատ լուրջ է Մինչև երբ ես մնալու բռնցքամարտում կա ինչ-որ մի ժամանակ որ որոշել ես 1-2 տարի հետո Հիմա որպես միշտ մտածում ենք որ չեմպիոնից չիպերի գոտիները վեկալ եմ կամ Հայաստան մի բան կա որ տեղը չի բայց նոր հիմա որ եկել եմ Հայաստան էս էր որ հիմա կարամ չեմպիոն դառնամ որտեղ իմ մեծ բանս Հայաստանը քեզ ուժ Հայաստանի ուտելիքը բանը որ տեսամ sense պապաս որ դե աշխատե սպորտ բազայում աշխատե Սաղ տեսամ էքսպերիենս Ծաղկաձոր, այո, սաղ։ Իդեպ ասեմ, լավ կլներ, որ դու 1-2 ամիս Ծաղկաձորում լավ հավաք անցկացներ, ուսումնամարզական մի լավ հավաք, շատ ավելի լավ պնդանայր, հետո նոր Well, ստե որ եկել եմ ընկերներ ունեմ Պողոսը, Ալաբեկյան, բոքսորայինքներ իրար հետ ենք, խոսում եմ էլի որ մնամ իրանց հետ պարապեմ, տղերքի հետ պարապենք եւ տնանք ոնց կլինի, որտեվ ստեղվա ես բոքսորի համար Հայաստանը ամենահամար մեկ տեղն է տեսել եմ ես Պապիս էլ ասում եմ 10 տարի առաջ գայինք ավելի լավ կներ ուրիշ կներ էլի ուրիշ Վանես Մարտիրոսյան կլիներ չէ ավելի պատերազմ կներ Վանես տես մենք առիթ ունեցանք միասին լինել Էջմիածնում որտեղ քեզ վաղարշաբաթ բռնցքամարտի մարզակումբի սաներ անամփեր սպասում են եւ քեզ պիտի դիմավորեն այ սպասում էր այդպիսի ընդունելության երեխաների Էդ ինձ շատ ուրախացնում որտեվ հայել են իմանում ես որ հայերին ուրախացնում երեխեքին դա իմ համար շատ մեծ բան է որ
բոքսը ես մտել եմ որ հայ ազգի համար որ ժողովրդին ուրախացնեմ մեր աշխարհին ցույց տամ մեր հայ ազգով ու մենք համար մեկն ենք ճիշտ է ունենք Վիկ Դարչինյան, Արտուր Աբրահամ, ես նրանց հետևից գալիս եմ արդ որ ձեն հանենք ժողովուրդ սաղ աշխարհին ցույց տանք հայերով ենք եւ ուրախ եմ որ հիմա երեխեք կան որ ուրախանում են մեզնով ու եթանք իրանց տեսնենք Դու զգացիր այն ոգևորություն ինչքան կարոտով են երեխաները սպասում բռնցքամարտի դպրոց սկսնակ երեխաներ որոնց մեջ ցանկություն կար նմանվելու ասենք հենց Վանես Մարտիրոսյանին Այո, դա իմ համար շատ մեծ բան է, որ ինձի ոնց ասեմ, ավելի լավ բան, որ նրանք էլ տեսնեն, որ նրանք իրենց լավ բան եւ առաջ եթան։ 2011 թվական հունիսի 4 Լոս Անջելես Սեփլ ցենտրում դու շատ կարևոր մի մենամարտ անցկացրեցիր WBC գոտու մենամարտ, որտեղ կարողացար նաև հաղթանակ տանել։ Դա երևի քո պրոֆեսիոնալ բռնցքամարտի գագաթնակետն էր, ամենամեծ հաջողությունը եւ չեմպիոնական գոտի նվաճեցիր։ Այո, դա ատողան մեքսիկացի տղա Սաուլ Ռոման, այո, Սաուլ Ռոմանի հետ կապամ։ Ես փոքր ծանոթացել եմ քո կենսագրության հետ պես։ Իա, գիտեմ Վարդան ջան, միշտ հետևել ես ինձի։ Սեպտեմբեր այդ ֆայթը Սաուլ Ռոմանի հետ ինքը Սերժիո Մարտինեզի հետ էր կպել, հետո Բրանին հետ կպան, դա աշխարհի գոտու համար էր արծաթ գոտի աշխարհի չեմպիոնշիպներ, որ կպանք, էլի առաջի ռանդում ինքը ինձի խփեց, գցեց, նոկդաուն արեց ինձի։ Եվ հելամ 6-րդ ռաունդում իրան նոկաուտ արեցին եւ չեմպիոն դառան։ On Saul Roman, the right hand finding its mark. Determination by Vanes Martirosyan ends the fight. Yes, excellent win, big win. I mean, he really impressed me. He hasn't impressed me in the past, but I tell you this changed everything with Vanes Martirosyan. I think we're going to see a Վանես մի հետաքրքիր նորից ինֆորմացիա ունեմ, որ ուզում եմ ավելի մանրամասնենք դա։ Դու նշեցիր, որ Դավիթ Թորոսյանի հետ սկսել ես քո բռնցքամարտը, բայց մեկ այլ հայկական բռնցքամարտի լեգենդի հետ դու շարունակել ես մարզվել, Ենգիբարյան, Վլադիմիր Ենգիբարյան հետ։ Այ ինչ սովորեցիր ռինգի կախարդից, որովհետև նրան ռինգին կախարդ էին ասում, ինքը բավականին պրոֆեսիոնալ մարզիչ մասնագետ է եղել։ Ինչ հասցրեցիր սովորել նրանից։ Պարոն Ենգիբարյանը, որ մեր հետ չի, ես իրան շատ եմ հարգում։ Ինքը իմ ոտերից խաղերը ինքն է սարքել, որ ոտերից վրա պապաս, որ գլենդել, որ պարապում էի, տենում էր տեխնիկապես Թորոսյաններ, Դավիթ Թորոսյաններ, հետո ուժի համար այդ մե ուրիշ մարզիչի մոտ էր տանում, ամեն տեղ տանում էր, որ սովորեմ։ Ենգիբարյանը, պարոն Ենգիբարյանը իմ ոտերից խաղերը սաղ ինքն է սարքել, որ մի շաբաթ ոտերս կապել էր, չէի կարա քայլել, այդպես մնար, որ միշտ էլ ոտերս այդպես մնար չխառնեի ֆայթի ժամանակ, եւ միշտ ինքն իմ հետ է եւ ինձ շատ օգնել։ Իսկ այն մասնագետներ, որոնք նկատել են, որ կտրուկ կոմոդ ոտքերի շարժուձև այսպես քայլված ռինգում կարծես թե պարում էր դու շատ լավ տեղաշարժեր էր կատարում։ Ասում են թիթերը նման թռնում ես ռինգի մեջ եւ մարդիկ էլ կա որ տեսել են հայ մոտիկ ասել են Ենգիբարյանի նման ես որ վայս նրանց ասում են բան Ենգիբարյանն ինձ սովորացրել։ Իսկ կա մի բռնցքամարտիկ, որի հետ կուզենայիր մենամարտել, այդպես էլ էս տարիների ընթացքում դու 40 քանի մենամարտ անցկացրեցիր պրոֆեսիոնալով։ Հիմա 42 ատում եմ 42 մենամարտ։ Որևէ բռնցքամարտիկ կար, որ ցանկություն ունեցել ես մենամարտել, բայց այդպես էլ նրա հետ հանդիպումը չկայացավ։ Մեյվեդերի հետ կուզենայի կպնեի, որ տեսնեի տեխնիկան իրենով ոնց էր։ Կան ուրիշ տղերքներ, վերջից մենամարտը Գլովկինի հետ ա եղել, շատ ժամանակ չեմ ունեցել պատասխան, ուզում եմ նորից իր հետ, եթե կարողանամ լավ 100% Վանեսը մտնի։ Իդեպ այդ մենամարտի մասին երկու բառով կներկայացներ, Գալովկին այսօր բավական բարձրակարգ բռնցքամարտիկ է, անսպասել էր ինձ համար հատկապես անսպասել էր, երբ իմացա, որ Վանես Մարտիրոսյան Գալովկին մենամարտը դու ժամանակ ունեցար մարզվել, որովհետև բավական մոտ 1.5 տարի չես մարզվել։ Այդ մենամարտը ես պրոֆեսիոնալի մեջ որ տեսան, որ ես շատ Հայաստան եմ ներկայացնում, բան մի քիչ ինձանից հետ քաշվեցին, որտեվ սկսեցին իրանց բոքսերին առաջ բերել։ Հիմա Գլովկինի կռիվը որ եղավ, 2 շաբաթ առաջ ինձ ասեցին, ինքը արդեն 8 ամիս էր, եթե քանի ամիս էր արդեն պարապում էր Քոնելոյի հետ։ Ինձ վրացին այդ մենամարտը ոնց որ շանսը եկավ, շանսը վեկանամ, որովհետև էլ շանս ոնց երբ կունենամ, որովհետև հայ մի տարի ու կես արդեն ինձ հետաձգում էին, չէին թողնում որ նորից կպնեմ, որովհետև այսօրով ինձ չեմպիոն կա, որ հետը կպել եմ, որ նայեն, որ
հաղթել եմ, կամ շատերը որ հաղթել եմ չեն տալի մենամարտերին, ինձ տալիս են իրանց, որ մոտիկալում բոյերը տալիս են իրանց։ Սա շանսը որ եկավ չուզեցա կորցնել, որտեղ մի տարի դեռ չէին ֆայթ տալի, ես որ տվեցին ասի, ով էլ ուզում էր King Kong-ն կմտնի հետը կգտնեի։ Հենց հիմա էլ նորից ասեն գլովնի հետ կպի 100% կգտնեմ հետը։ Պրոբլեմ չունեմ ես։ Նախատեսված է որևէ մենամարտ առաջիկայում քո համար։ Դեկտեմբերի մեջ սպասում եմ, հələ տնամ ինչ հարա լինում, հələ տնանք ոնց է խոսակցությունները եթում է, բայց դեկտեմբերի մեջ հույսով կլինի։ Ով է քո պրոմոտորը։ Հիմա այն պրոմոտորը Dunking-ն է։ Հանրահայտ Dunking-ը, որ Mike Tyson-ի հետ է աշխատել։ Վեկավ Golovkin-ի ֆայթին լավ մեզի ներկայացնեց։ Վանես ջան, այնքան արագ անցավ մեր զրույցը, բայց ես ուզում եմ հեռուստադիտողներին խոստանալ, որ առիթի դեպքում, երբ որ ես կլինեմ Միացյալ Նահանգներում, անպայման մեր հաղորդում այսպես չոր ու ցամաք առանց մրցանակները ներկայացնելու երբեք չի եղել, բայց քանի որ դու Հայաստանում ուրիշ առաքելությամբ ես եկել, ես խոստանում եմ մեր հեռուստադիտողներին, որ անպայման եւ գոտին WBC-ի գոտին եւ քո նվաճած գավաթներն ու մեդալները անպայման այն տանը որտեղ դու ապրում ես, այն ամենը որ քո հայրը քո համար պատրաստել է փոքրիկ թանգարան, անպայման ներկա կլինենք, կնկարանենք, մեր հեռուստադիտողներին կցուցադրենք, կգաս նորից մյուս տարի Հայաստան։ Ես հիմա մտածում եմ, որ հետ է թանկտում, փորձում եմ սեպտեմբերին գամ, որ դեկտեմբերի սկզբը ստեպ պատրաստվեմ։ So հիմա նայում եմ, պետք է վաղ եթանք Աբովյանի զալը նայեմ, եւ այսօր մարզիչին տեսամ, տնանք ոնց է լինում, որտեղ կմարզվեմ։ Հիմա նայում եմ։ Իդեպ ասեմ Դավիթ Թորոսյանը այստեղ է, դու կարող ես Թորոսյանի հետ մարզվել։ Դավիթ Թորոսյանի հետ է, ճիշտ է։ Ինքը հիմա տղեր կան, որ պատրաստում են Գորն ու Նարեկին, ամսի 28-ին մենամարտ ունեն հայ տղերքը Ռուսաստան։ Իրանց հետ է, հիմա որ հետ գան, իրանց հետ պետք է խոսամ, տնան որտեղ հարմար կլինի, բայց Հայաստանում եմ ուզում եմ։ Ուրեմն իմացի, քեզ Երևանում սպասում են միշտ անամբեր, դու շատ լավ հայ ես, շատ լավ մարդ ես, շատ լավ մարզիկ ես, այնպես որ արի քո երկիր, բոլորը քեզ սիրում են, քեզ հարգում են, այստեղ պարապի հողն ու ջուրը քեզ անպայման կոգևորի ու քեզ ուժ կտա, դու դեռ ունես հաղթանակներ տանելու։ Վանես ջան, շնորհակալ եմ։ Այսքան լսել հեռուստադիտողներ, մի մեդալի պատմություններ հայկական երկրորդի եթերում, իմ հյուրը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ ամերիկաբնակ Վանես Մարտիրոսյանն էր, որի մարզական կենսագրությանը մի փոքրիկ ծանոթացանք, փորձեցինք այս մի քանի րոպեների ընթացքում ներկայացնել մեր տաղանդաշատ մարզիկին, մարդ, ով երկար ճանապարհ է անցել եւ սիրողական բռնցքամարտում եւ պրոֆեսիոնալում ու դեռ վստահ եմ, որ նոր հաղթանակներ ենք ունենալու։ Այսքանը կհանդիպենք հաջորդ շաբաթ, տեսնենք։